մեր խոսքը գործ է։ Հավատա, վստահիր, պահանջիր։ Քվեաթերթիկում առաջինը։ Ինչքան էլ ուզում է այս կողմից, այն կողմից եւ այլն, բայց այնուամենայնիվ Գյումրեցու հասցրել բոլորովին այլ է։ Թող ոչ մեկը չնեղանա ինձանից, եթե ես ասեմ, որ ինչքան ուզում է մենք ասենք, բայց Գյումրեցին տեսել է այն ցավը, որը երբեք որևէ մեկը չէր տեսել։ Ու կցանկանա, որ ոչ մեկն էլ չտեսներ։ Երկրաշարժ, հետ երկրաշարժան տարիներ, հոգսեր եւ այլն, այնպես որ ինձ թվում է, որ Գրիգորյանի նման անձնավորություններ ինչքան շատ լինեն մեր քաղաքում եւ արժանիորեն անցնեն ազգային ժողով, այնքան կշահի ամբողջ Գյումրի քաղաքը, ամբողջ բնակչությունը։ Կարճ ժամանակում այդքան աճել քաղաքականապես միշտ չի, որ բոլորին հաջողվում է։ Մարդունի մոտ ստացվեց, որի համար շատ ուրախ ենք մենք, հատկապես քաղաքի հնաբնակներս, շատ մարդկային հասարակ, Գյումրեցուն հատուկ ճիգարով։ Մենք տեսանք նա սատար կանգնեց նաև սպորտի մնացած ձևերին եւ իրեն օգնությամբ շատ եւ շատ մարզիկներ կդան իրենց տեղը եւ ցույց տվեցին բավականին լավ արդյունքներ։ Դարձյալ պատգամավոր լինելու դեպքում Մարտուն Գրիգորյանը ավելի մեծ եռանդով կաշխատի իշա մեր քաղաքի ազգաբնակության։ Միշտ զարմացել եմ, ես բազում անգամ ասել եմ, որ ամենաերիտասարդ պատգամավորն էր այն ժամանակ, երբ որ ես իմ խոսքս ասեցի, ինքը գիտեք ինչ, ինքը ոնց որ մեր իմացած պատգամավորներին էլ նման չի։ Ես այդպեսի միշտ պատկերացում եմ ունեցել եւ այդպեսի կարծիք։ Ինքը քաղաքի տղա է, այս քաղաքի հոգսով դարդով ապրող անձնավորություն է, ես գիտեցել եմ իրենց Գերդաստանի բոլորին, ես գիտեմ, որ ինքը շարունակողն է, ինքը այն ջիգարով, նամուսով, թասիբով, ղեյրաթով, այն նիստուկացով, վերի դուրով նման է Գյումրեցու, իսկական Գյումրեցու, եւ կուզենայի անպայման ասեի, որ դա Աստված հաջողություն լինի, ինչպես ասում են, թող արդար լինի ամեն ինչ ընտրությունը, ես համոզված եմ, որ միշտ արժանավորը իր տեղը կգրավի, իսկ ինքը կարծում եմ, որ արժանավորներից մեկն է եւ ամենաարժանավորը մեր քաղաքից եւ կուզենայի անպայման ցանկանայի այդ ղայդին տղուն, ղայդին մարդուն անպայման հաջողություններ, որտեղ ինքը եթե մենակ իր համար ապրեր, մենակ ապրեր իր մտերիմների, հարազատների, այլապես մենք ոչինչ չէինք ասի եւ չէինք խոսի։ Ինքը ապրում է ժողովրդի հոգսով, դարդով։ Ես կուզենայի, որ այդ հոգս ու դարդը միշտ յուրաքանչյուրիս ցավը լիներ, ինչպես որ իրենն է։ Մարտուն Գրիգորյան պատգամավորի աշխատանքը գնահատում եմ դրական, որովհետև լինելով ամենաերիտասարդ պատգամավորներից մեկը, այդ 5 տարիների ընթացքում կարողացավ ազգային ժողովում իրեն դրսևորել ոչ միայն օրենսդրական աշխատանքում, այլ նաև հասարակության վստահության արժանանալու։ Երբ նա 2007 թվականին ընտրվեց պատգամավոր, ես իր կողքին եմ եղել, իր կողքին լինելը պատահական չի եղել, որովհետև ես տեսել եմ նրա մեջ ուժ, եռանդ, չնայած իր երիտասարդ տարիքին եւ հավատացել եմ նրան, որովհետև նա միշտ ցկտել է, առաջ նայել եւ ուսանողական տարիներից ես զգացել եմ նրա, որ նա ունի առաջնորդի մեծ ունակություն եւ հետագայում, երբ ընտրվեց պատգամավոր, ես դրանում համոզվեցի, այս 5 տարվա աշխատանքն էլ ցույց տվեց, որ իրոք ես չեմ սխալել որպես իր դասախոս եւ համոզված եմ այդ առաջնորդի ունակությունները հետագայում էլ ավելի է օգտագործելու իշա ինչպես մեր քաղաքի, այնպես էլ օրենսդիր իշխանության համար եւ շատ բաներ մենք կարող ենք նրանից սպասել հետագայում Սպասում են այսպես, ընդունում են այսպես, հարգում են, սիրում ու մեծարում այսպես, ժողովրդինն ես, մեր անդավաճան ուղեկիցն ես, մերն ես, մեր գյումրեցին ես,
ու մենք քո թիկունքին ենք։